Սիրելի տավոչիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ ողջունում եմ բոլորին։ Ժողովուրդ տեսակ զորահանդեսով, տեսել զորահանդեսով։ Եվ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ հետևյալ փաստի վրա, որ 2000 թվականից ընդդիմությունը ինչ էր ասում, ասում էր, որ մենք բանակը քանդում ենք, որ մենք բանակը Հայաստանի անվտանգությունը ուժեղացնելու եւ պաշտպանունակությունը բարձրացնելու վրա ջանք չենք դնում։ Եվ երեք զորահանդեսով այդ խոսույթը ըստ էության քանդվեց եւ դուք բոլորը տեսաք, որ Հայաստանի կառավարությունը միլիարդներ է ներդրել Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ Ընդ որում երեք ինչ որ դուք տեսաք Հանրապետության հրապարակում, այդ ամեն ինչը ձեռքաբերվել հատուկ Հայաստանի Հանրապետության համար եւ ձեռքաբերվել գործանային վիճակում։ Այսինքն այնտեղ չկա որևէ մի բան եւ չի եղել որևէ մի բան, որ ուրիշի օգտագործած լինի, ուրիշին պետք եղած չլինի, արդեն դուրս գրելու լինի, մենք բերենք, մենք որոշենք, որ Հայաստանի Հանրապետության համար օգտագործում ենք։ Այսինքն ամեն ինչը, ամբողջ զինատեսակները, բոլորը գործարաններում արտադրվել են Հայաստանի Հանրապետության պատվերով։ Ու սա շատ կարևոր փաստ է, այն ոչ միայն ընդհանուր իրադրությունը հասկանալու, այլև համեմատելու, թե ինչ էր ասում ընդդիմությունը եւ ինչա տեղի ունեցել իրականում։ Երկրորդը, դուք հիշում եք, որ 2020 թվականից ընդդիմությունը պնդում էր, որ մեր կառավարությունը միջանցք է խոստացել, որ մենք մեղրիով միջանցք ենք տալու, էս ենք անելու, այն ենք անելու։ Ընդամենը օրեր առաջ Հայաստանի Հանրապետությունը եւ Միացյալ Նահանգները ստորագրեցին թուղթ թրիպ նախագծի իրագործման վերաբերյալ եւ այդ թղթում արձանագրվեց, որ թրիպ նախագիծը իրագործվելու է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում։ Այսինքն միջանցքի թեմա ըստ էության արձանագրվեց, որ գոյություն չունի եւ չի էլ ունեցել։ Այս է երկրորդ փաստն է, որ ընդդիմությունը շատ համոզված պնդում էր, մի հատ էլ մեզնից պահանջում էր, որ մենք միջանցք տանք, ասելով դե տվեք, որ խոստացել եք չանեք էսկալացիա է ալնելու։ Այս էլ է շատ կարևոր եւ արձանագրվեց, որ տենց թեմա չկա եւ Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, իրավազորությանը որևէ բան չի սպառնում եւ այդ փաստաթուղթը արդեն արձանագրված է, առաջիկայում դա կստորագրվի եւ նաեւ կվավերացվի։ Հաջորդը հիշում եք սահմանազատման ընթացքում ինչ էին ասում։ Ասում էին, որ Կիրանցը տալիս են, Տավուշի մարզի գյուղերը տալիս են Ադրբեջանին։ Տավուշի բանի ոսկեպարի եկեղեցին տալիս են Ադրբեջանին։ Հիմա ուր է ոսկեպարի եկեղեցին Ադրբեջանի տարածքում է, թե Հայաստանի տարածքում է սահմանազատման արդյունքում։ Իհարկե Հայաստանի տարածքում է։ 2024 թվականին ինչ էին ասում, ասում են հունվարին ասում են մարտին պատերազմ սկսելու, մարտին ասում են հունիսին պատերազմ սկսելու, հունիսին ասում են սեպտեմբերին պատերազմ սկսելու։ Մենք ասում ենք պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Եվ պատերազմ եղավ խաղաղություն։ Հիմա էլ նոր բան են դրել շրջանառության մեջ 300,000 ադրբեջանցիների վերադարձ։ Ով է դրել այդ թեման շրջանառության մեջ, ով է խոսել դրա մասին, ով է ում է պետք ընդհանրապես որ դրա մասին խոսան։ Դա ընդդիմությունը եւ կալուկացի օլիգարխի գլխավորությամբ նրտեսական գործունեություն է հստակ ծավալում եւ ըստ էության միլիոններ են ծախսում, որպես այդ թեման դարձնեն Հայաստանի օրակարգի մաս։ Բայց մենք ասում ենք, որ մեր օրակարգում նման հարց չկա, չի եղել, չկա եւ չի լինելու, որովհետեւ այդ հարցերը մենք փակել ենք այդ թվում արձանագրելով Ղարաբաղյան շարժման չշարունակելու անհրաժեշտությունը։ Եվ սա է այն իրողությունը։ Նրանք պարզապես այս օրերին բոլոր հնարավոր եւ անհնարին թեմաներով ինչ են ուզում անեն։ Ուզում են մարդկանց իշխանությունը իրանց ձեռքից վերցնել, նրանց անիմաստ եւ անհիմն տագնապներ ներշնչելով, նրանց տեղեկատվություն տարածելով եւ դրա համար ունեն պատճառ, որովհետեւ 2018 թվականից նրանք զրկվել են Հայաստանը թալանելու հնարավորությունից։
2018 թվին մենք ոնց խոստացել ենք Հայաստանի թալանը դադարեցրել ենք եւ ընդհանրակը թալանվածը վերադարձնելու գործընթաց ենք սկսել 2018 թվից մենք 6.6 միլիարդ դոլարի լրացուցիչ գումար ենք բերել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 6.6 միլիարդ դոլար լրացուցիչ գումար այդ գումարները նախկինում հոսում էր այդ մարդկանց գրպանը եւ նրանք բարձրավոր դժբախտ են իրանց զգում այս փաստի բերումով եւ հիմա ուզում են ոչ թե մարդկանց ձայները առնեն այլ ուզում են մարդկանց իշխանությունը վերցնեն իրանց ձեռից որպեսզի այդ դու կարաք հարց տաք ասեք բայց 6.6 միլիարդ դոլարը ինչ ա եղել ինչ է կարել օրինակ կառուցել են Գանձակար Իցակար ճանապարհը օրինակ կառուցել են Թթուջուր նավոր ճանապարհը օրինակ կառուցել ենք Չինչինի ճանապարհը որ գյուղ որ իր ոչ գոյության ընթացքում ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել օրինակ կառուցում ենք Նավորից Բերդ եկող ճանապարհը օրինակ թոշակներ ենք բարձրացրել 2000 ես 8 տարի ավարչապետ եմ ես 7 անգամ թոշակ բարձրացնելու թեմային անդրադարձել ենք 7 անգամ 8 տարի վարչապետ եմ 7 անգամ թոշակ բարձրացնելու թեմային անդրադարձել մենք 2018 թվականին նվազագույն թոշակը եղել է 16000 դրամ այսօր 46000 դրամը գումարած անկախ առևտրի դեպքում հետվճարի հնարավորությունը մենք առողջության ապահովագրություն ենք ներդրել 65+ տարիքի մեր թոշակառուները բժշկական ծառայություններ են ստանում այնպիսի բժշկական ծառայություններ որ այլ պայմաններում իրանց մատչելի պարզապես չեն լինի 5 միլիոն դրամանոց, 4 միլիոն դրամանոց, 3 միլիոն դրամանոց, հարյուրավոր եւ հազարավոր թոշակառուներ են այդ ծառայություններից օգտվում։ Մենք 300 դպրոց ենք կառուցում կամ վերանորոգում կամ հիմնանորոգում։ Մենք բանակն ենք բարեփոխում։ Մենք երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում ամիսի 50,000 դրամի աջակցություն ենք ցույց տալիս երեխաներին։ Մենք մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստը 2018 թվականից ստանում են միայն աշխատող մայրերը, իսկ մենք դարձեցինք բոլորի համար անխտիր, իսկ գյուղական վայրերում աշխատող մայրերը ստանում են կրկնակի, դրանից առաջ նպաստի համակարգը, այսինքն նպաստը բարձրացրել էինք։ Մենք ուրեմն 2018 թվականին գյուղատնտեսական վարկերի գծով 2018 թվականից մինչև այսօր 44 միլիարդ դրամի աջակցություն ենք ցույց տվել գյուղացիներին, այսինքն 44 միլիարդի տոկոս ենք մենք փակել մենակ գյուղատնտեսական 0%-ով վարկերի գծով։ Մենք պաշտպան հայրենյան ծրագիր, մենք զինծառայողների ապահովագրության համակարգով աշխատավարձը ընդհանուր կրկնապատկելու հնարավորություն ենք տվել։ Այսօր բանակում ընդհանուր 700,000 դրամ աշխատավարձ ստացող շարքային կազմի զինծառայող կա։ Ուսուցիչների ատեստավորման համակարգ ենք մտցրել։ Մենք համայնքների դոտացիաներն ենք ավելացրել։ Մենք սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացրել համայնքներում, բազմամիլիարդանոց սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացրել եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց այս ամենը ինչ որ ասում եմ իհարկե կարեւոր է, բայց ամենակարևորը չի։ Ամենակարևոր ասելիքը այս ընտրությունների հետևյալն է։ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է հաստատվել եւ ես բոլորին շնորհավորում եմ խաղաղության առիթով։ Արդեն 2 տարի սահմանին մենք ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր։ 2 տարի, 2025 թվականի առաջին օրացուցային տարին է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ 91 թվից ամեն տարի մենք սահմանում ունեցել ենք զոհեր եւ վիրավորներ։ Բայց մենք այսօր անցել ենք խաղաղության փուլ եւ ընտրությունների, առաջիկա ընտրությունների ամենակարևոր հարցը կապված է խաղաղության հետ։ Հարցը այն է, թե Հայաստանի քաղաքացիները ի վերջո խաղաղությանը տեր կանգնելու են, թե տեր չեն կանգնելու։ Եվ այս է պատճառը, որ ես ձեզ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք
Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչ ենք քվեարկում 16-ին, որովհետև սա պաշտոնի կռիվ չի, սա աթոռի կռիվ չի, սա պայքար է հանուն պետության, հանուն անկախության, հանուն խաղաղության, հանուն ապագայի եւ հետեւաբար 16-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը տեր ենք, անկախությանը տեր ենք, ապագային տեր ենք, խաղաղությանը տեր ենք եւ շատ կարեւոր է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իր ուժը զգա, թե ինքը ինչ որոշիչ դեր ու նշանակություն ունի իր դիրքորոշմամբ այս բոլոր թնջուկների ու հանգույցների լուծման գործում։ Այս է պատճառը, որ մենք ասում ենք, որ պետք է շատ կարևոր է եւ անհրաժեշտ է, որ քաղաքացին արձանագրի առերեսվի այն փաստի հետ, որ պետության ապագան, խաղաղության ապագան, անկախության ապագան եւ ընդհանրապես ապագան, ընտրությունների արդյունքները, իշխանության ճակատագիրը, ով ինչպիսին կլինեն ընտրությունների արդյունքները, կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց։ Է շատ կարևոր է, որովհետեւ երբ որ ասում ենք ժողովուրդ, բոլոր այդպես է, բայց այդ ձևակերպումը ունի մի խնդրեմ, ինքը անհատին կորցնում է ընդհանուրի մեջ։ Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր անհատ իր դերը զգա եւ իր դերը արձանագրի։ Այս է պատճառը, որ մենք ասում ենք, որ ապագա ընտրությունների արդյունքները կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես։ Եվ 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 այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, ով այդ մեկ մարդը թող ձեռ բարձրացնի մարդը, եւ ահա այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Տավուշին, Բերդ խոշորացված համայնքին, Տավուշի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակների եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Ժորժան երկու հայտարարություն։ Առաջինը Տավուշի մարզի մեր եզրափակիչ հավաքը տեղի ունենալու վաղը ժամը 20:00-ին։ Ոչ մի րոպե, ոչ շուտ, ոչ էլ ուշ եւ բոլորիդ կոչ ենք անում, ով ժամանակ հավես տրամադրություն ունի, շատ ուրախ կլինենք ձեզ տեսնել այնտեղ եւ պատիվ կլինի ձեզ տեսնել այնտեղ, ելույթներ կհնչեն, ես էլ ելույթ կունենամ, նաեւ վարչապետի հետ ելույթ կունենամ, ձեզ համար կնվագենք իրական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն երգը, լսել եք այդ երգը ժողովուրդ, լսել եք, հավանում եք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար